Դիմավորում ենք մեր հաջորդ խոսնակին Հայկ Վարդյան։ Այնքան բան կարելի է խոսալ այս թեմայով, երևի մի հատ աղմախ անեկդոտով սկսեմ։ Մի հայ տղա մի հատ ռուս-ուկրաինացի աղջիկ է տեսնում։ Ցենզուրայի մեջ է, իրար սիմպաթիան բռնում է, սկսում են համբույրներ, բան շորերը փոքել, բանը աղջիկը սենց անում։ Մի տարապիս, ասում, թող տարապեն, ու դուք մեր կյանքի բոլոր տարապանքները նման հաճելի լինեն, ժողովուրդ ջան։ Նախ մի քիչ բան ասենց, եթե չէինք ուզում տարապեինք, պետք է չծնվեինք առհասարակ, որովհետև ամենալավ վիճակը մեր մամայի փորի մեջ է եղել, երբ որ մեր բոլոր պահանջմունքները բավարարված էին, ու տաք հանգիստ միջավայր էր։ Պատկերացրեք այդ վիճակից ծնվում ես մի աշխարհում, որտեղ որ աշխարհը չգիտես ինչ է սպասվում քեզ, ինչքան բաների մեջով պետք է անցնես։ Կամ ով ընդհանրապես չի տարապես կյանքում։ Նայեք ջոր։ Չկա։ Չի արավի։ Դու կուզեի, չես։ Չես կա, որտեղ հնացի։ Նախ տարապանքը կյանքի մի մասն է, բայց հաճախ տարապանքը ընտրություն է։ Որ դեպքում տարապանքը ընտրություն չի։ Երբ որ մարդը օրինակ էնդոգեն խնդիր ունի, էնդոգենը որն ասեմ, ներսից է գալի խնդիր, օրինակ եթե ներսից եկող դեպրեսիան ես, համքի ուժը բանով չես ախտարելու, ինչքան է վերաբերվում փոխես։ Եթե դու փսիխոտիկ մակարդակի խնդիր ունես, դու տարապելու ես, դա գեներն է հիմնականում։ Հնում կարծում էին, թե ճակատագիրը աստղերում են գրված, բայց չէ, դրանք գրված են մեր գեների մեջ։ Ջոն Լոկը հենց նես չէր ասում, որտեղ գեները շատ բան է պայմանավորում, նույնիսկ մազերը կթափի, թե չի թափի, ինչ հիվանդությունից կմեռնես հետո, շատ առումներով է դա պայմանավորվում։ Դրա հիմա գենային ոչ անանիցներ կան, որ ցույց են տալի շատ բան։ Նախ ինչն է պատճառը, որ որոշ մարդիկ ավելի հակում ունեն տարապանքի, որոշները չէ։ Նախ էս նրանից չի, որ մարդը թույլ է, նրանից չի, որ մարդը լավ չի, սա նրանից է, որ մարդը ուրիշ ձև չգիտի։ Աշխարհի հետ հարաբերվելու իր ձևը տարապանքն է դարձել։ Ծնվեց եկավ մի աշխարհ երեխան, որտեղ իր պահանջմունքները եթե չեն բավարարվում, իսկ ինչ պահանջմունք ունի, տակ արել է, փոխեցին ու ուտելու պահանջմունք ունի։ Ես պահանջմունքները չբավարարեցին ու մամայի հետ ջերմության, սիրո պահանջմունք ունի։ Մի հատ տեղ ճտած, որ աշխարհը այդքան էլ լավ տեղ չի։ Մարդու ներսում էս կա, չէ՞։ Ֆրեյդն է խոսում այս մասին, որ տարապանքից խուսափում է ու ձգտում է հաճույքի։ Երբ որ տարապանքը ավելի շատ է, քան հաճույքը, դու երբեմն չես ուզում ապրես ուղղակի։ Ոստեղ գալիս է քեզ այցելում, սուիցիդալ մտքերը, որովհետև եթե ավելի շատ տարապես, քան հաճույք ապրես, իմաստը որ ունի։ Նախ ես մի բան եմ խորհուրդ տալիս, նախ օգտով բաներ եմ ձեզ ասել, որ հաստատ օգնել են դեպքի դժվար բաներում։ Այդ երաշխավորում եմ ես, եթե դուք իրար եք։ Տարապանք մեր կյանքում եկավ, մենք առաջինը ինչ ենք ասում, կորոստի հիվանդություն կապ չունի, ինչ ուզում լինի։ Խիմ ենք։ Մենք ախմախ հարց ենք տալի այսպեսի։ Այդ հարցը միշտ է, խիմ հետևավ էս վատ բան է, բայց իմ մոտ մի հատ հարց է գալիս դրան պատասխան։ Խի պետքա քո հետ չլիներ կներես։ Չէ՞ որ աշխարհում ապրող մարդկանցից մեկն ես։ Ու աշխարհում դիքը վատ բաներ լինում։ Պատերազմներ լինում, ինչ որ միտեղ սպորտի է զոհվում։ Խի քո հետ պետքա վատ բան չլինի, ով կա պատասխանը։ Այսինքն այս հարցը ինքն իրենով իմաստ չունի։ Ու այս հարցը դե տարապանքը երկարացնում։ Խի հետ, խի Աստված, տիեզերքն է մեղավոր։ Ժողովուրդ եղել այն ինչ եղել է։ Առաջին ամենակարևոր բանը որ պետք անենք, չեն կարող փոխել իրավիճակը ինչն ենք փոխում։ Ճիշտ է։ Աղջիկը հետ մազերի գույնն են փոխում, կտրում են կարմասերը, բայց իրական վերաբերմունքը պետք է փոխես։ Վերաբերմունք փոխելով մենք կարողանում ենք իրավիճակի հետ գործ ունենալ։ Ու մեր վերաբերմունքի հետ մենք կարող ենք ինչ-որ բան անել։ Յունգը խոսում էր այս մասին, եթե չես կարող փոխել իրավիճակը, չէ, Յունգը չէր ասում։ Մի քիչ Էրիքսյան բան։ Հա, եթե չես փոխում իրավիճակը, փոխում ես վերաբերմունքը, Ֆրանկլինից էլ եմ խոսալու, բայց Յունգը ասում էր, մենք այն չենք ինչ մեզ հետ եղել է։
Մենք այն ենք ինչ ինքներս ենք որոշել լինել։ Այսինքն ամենավատ իրավիճակում է դու ես որոշում շատ հաճախ ինչ անել։ Բայց այստեղ գործում է մի քանի բան։ Խառնվածքային առանձնահատկություն։ Որովհետև եթե մարդուն արդեն համակարգը կայուն չի, կներեք, էլ ինքը արտաքին ցնցումներից շատ արինալու կա, որ նորմալ է։ Անձնային առանձնահատկությունները, այս էլ է կարևոր, որովհետև պսիխոտիպական որ ավելի հատված են տարաբանքին, չեմ խորոնը որոնք են։ Չնայած լավ, էմոտիվն ու հիստերոիդը ավելի հատված են, որտեղ շատ էմոցիոնալ են ավելի։ Երրորդը համոզմունքները կյանքի հանդեպ։ Ու չորրորդը մանկության տրավմաները։ Եթե մարդը սովոր է տրավմայի ցավի, ինքը ձգտելու է այդ ամեն ինչի։ Շատ ախմախ օրինաչափություն է գործում այսպեսի։ Մարդու համար այսպեսի միտք կա, իմ համար ավելի լավ կայուն վատ, քան անորոշ լավ, որովհետև մեր ուղեղը դոդր է։ Ինքը ձգտելու է այն ամեն ինչին սովոր է։ Դրա համար ալկոհոլիզմ ունեցող ալկոհոլիզմով տառապող հոր աղջիկը հաճախ ընտրում է նույնիսկ ալկոհոլիզմով տառապող ամուսին, խիրել, որովհետև ուղեղը դրան է սովոր։ Ու այդպես ցավը գալիս է մեր կյանք։ Բայց ինչ անել ես ամեն ինչի հետ հիմա։ Առաջին բանը դա ռադիկալ ընդունումն է։ Ռադիկալ ընդունումը ո՞րն է։ Ինչ կատարում է ձեր կյանքում դուք ընդունում եք ուղղակի։ Okay, ես եղել եմ իմ հետ, ինչ կարող եմ անել սրա հետ։ Հարցը այսպես են դնում, ինչ ասա ինձ սովորեցնում, որն է իմ տառապանքի իմաստը։ Վիկտոր Ֆրանկլը ասեցին, որ սեր է իրականում։ Ֆրանկլն ասում է, որ ամենը մեր կյանքում իր իմաստ ունի, իսկ հիվանդությունն ու մահը առավել ևս։ Ու ինքը մենակ օդի մեջ խոսացող պապիկ չէ։ Ինքը իր կյանքի փորձով ապացուցեց իր գաղափարների ճշմարտացիությունը 3 տարի համակենտրոնացման ճամբար, 92 տարի ապրել է դրանից հետո սապկյան դասավանդել է որակյալ կյանքով ապրել։ Այսինքն ինքը ցույց տվեց, որ այդ կարևոր է իմաստավորել է։ Էգզիստենցիալ փիլիսոփայության մեջ ուղղություններ կան, որ ասում են ոչինչ իմաստ չունի, պատահականության արդյունք է ու shit happens, լավ բաներ լինում են կյանքում։ Okay, ես եմ կարևորություններ, բայց ես Ֆրանկլի տեսակետի կողմնակից եմ։ Ու այստեղ Ֆրանկլը ավելի ռեսուրսային է այդ առումով։ Այսինքն մեր վերաբերմունքի վրա աշխատելով, սա ցանկացած հոգևոր պրակտիկաներ կլինի, փիլիսոփայություն կլինի, հոգեբանություն կլինի, դրա վրա աշխատում հիմնականում, որպեսզի ձեր վերաբերմունքը փոխվի իրավիճակի հանդեպ, ու ձեզ ավելի ռեսուրսային դարձնի։ Ու այստեղ դուք կարողանում եք ուժեղանալ ու հաղթարեք իրավիճակները։ Այս ամեն ինչի հետ կապված ինչ հարցեր կան։ Նախ ամենակարևոր բաներից մեկը մարդուն մարդապետք։ Այս կոչը պարտադիր հիշեք, էլի։ Ու այն որ մենք ինքնաբավ ենք, եթե ինքնաբավարարմամբ զբաղվել չի, մենք հաստատ ինքնաբավ չենք ոչ մեկս։ Ստեղ նստած ոչ մեկը ինքնաբավ չի հաստատ։ Ոչ էլ ես եմ ինքնաբավ, ոչ այն մարդը որ էշեր ես ինքնա չկա։ Ոչ մեկ ինքնաբավ չի։ Մարդու մարդապետք այս օրինաչափությունը միշտ է գործում։ Ու այն մարդը որ եմ ասում, ամենը շատ է գործում, ինքը ամենաշատ խնդիրներն ունի հիմնական, բայց չգիտի ոնց է դա սերստանը։ Նա ոչ մոռացա ինչ պետք է ասել, կամ Նախ մենք ամենակարևոր բաներից մեկն է դա չնույնականանալ իրավիճակների հետ։ Պատկերացրեք Մոզամբիկում ինչ-որ մեկը մահացավ հիմա։ Ձեզ դրանից ինչ։ Մեզ ոչ մի բան, բայց պատկերացրեք ձեր հարազատը մահացավ, ինչքան տարապ է։ Այսինքն մեր հեռավորությունը նաև շատ բան է որոշում տառապանքի հարցում։ Այս հեռավորություն բայելը շատ լավ է, ու նույնիսկ հոգեթերապևտիկ ուղղություն կա, պսիխոսինթեզ է կոչվում, որն ասում է Ռոբերտո Ասաջոդին ասում է, ես փոշիկ ունեմ, բայց ես իմ փոշիկը չեմ։ Ու նույն ձև շարունակում է։ Ես մարմին ունեմ, բայց ես իմ մարմինն չեմ։ Չէ՞ որ հաճախ մեր մարմինը տառապում ասում է, բայց ես այդ մարմինը չեմ։ Չէ՞ որ ես ասում եմ, ես ունեմ մարմին։ Ես մտքեր ունեմ, բայց ես իմ մտքերը չեմ։ Իսկ եթե իմ մտքերը վատ նեգատիվ մտածողությունն են, ու ես դա չեմ, այսինքն ես արդեն իշխանություն ունեմ դրա վրա։ Այս դիստանցիան ստեղծելը շատ օգնում է, նույնիսկ հոգևոր պրակտիկաներում սա օգնում է։ Մեդիտացիայի նպատակը ո՞րն է։ Չնույնականալ մարմնի հետ, չնույնականալ մտքի հետ։ Դիստանցիա, այսինքն դիտորդը զարգացնում ես մեջը։ Դու մեկն ես ու մեջ կատարվում ես ամեն ինչը։ Ու այդ դեպքում դու արդեն իշխանություն ունես դրա վրա։ Ու արդեն շատ բան փոխվում է։ Չեմ ուզում խորանալ ֆիզիկայի մեջ, արդեն դիտողի արկայությունից դիտողը փոխվում է։ Ու սա իրոք այդպես է։ Ազնի խոսք։ Հետո ցավից չենք տախնի կյանքում, ժողովուրդ ջան, բայց դրանից տառապելը պարտադիր չի։ Տառապելը հաճախ մեր ընտրությունն է։ Օրինակ նույն մարդը տարբեր մարդիկ կարող նույն իրավիճակում տարբեր ռեակցիաներ տան։ Մեկը տարիներով կորուստ է հաղթարի 10 տարի, մեկը շատ արագ հաղթարի, ինչ փոխվեց։ Ինչն է տարբերությունը։ Մարդու վերաբերմունքի մեջ է շատ տարբերություն։ Օրինակ եթե մարդը միջինում կորուստը հետևյալն է, մի տարի է տևում։ Եթե դու դրա այդ ընթացքում չես հաղթարել,
Ուրեմն բարդացված վիշտ ունես, որը որ քո կյանքի վրա ազդելու է։ Այնինչ ապրված է հնարավոր է հաղթահարել։ Այնինչ ապրված չի մշտապես հիշեցնելու է իր մասին, սա շատ կարևոր միտք է։ Դրա համար են որ ասում են ցավից փախնել պետք չի։ Երբեմն պետք է ուղղակի գնաց առերեսվել ցավի հետ, ապրել այդ ցավը։ Թողնել անցնի քո մեջով ու հասկանալ թե քեզ ինչ սովորեցրեց այդ ամեն ինչը։ Ու հոգեթերապիան նպատակը տրավմատիկ աճն է հաճախ։ Երբեմն մարդու կյանքում կարող է աննես ցնցում լինի, որ մարդը հաստատ չէ լսի լիներ։ Օրինակ հանկարծամահություն, պատերազմ, կորուստ հիվանդություն, այս ամեն ինչը եթե մենք տալու չենք ուզում։ Բայց ցավոք ամրագրված չենք այդ ամեն ինչից։ Վիկտոր Ֆրանկլը աննորմալ իրավիճակին դրված աննորմալ ռեակցիան նորմալ է։ Այսինքն եթե կյանքում ուժեղ ցնցում եղավ դրանից մենք գոռոցով լացում ենք մեկը, պետք չի հանգստացնել։ Նորմալ է։ Կամ մեկը ստուպորի մեջ ընկավ, թուլացավ, անզգայացել է, դա էլ է նորմալ։ Այս պահին իր պաշտպանական մեխանիզմը լավագույնն է, որ ինքը անում է։ Նույնիսկ կախվածությունները մարդուն փրկում են այդ պահին։ Կախվածությունների մեծ մասը ինչ է, ցավից խուսափում։ Իրանք գալիս են փրկում են ինչ-որ շրջան, բայց հետո խնդիր են դառնում առանձին։ Դրա համար մեր նպատակը այդ ցավի հետ աշխատելն է, այդ ցավը բուժել, կյանքի մեջ ինտեգրելն է, իմաստավորելը, հետո մարդը ռեսուրսավորում ավելի ու կարող որակյալ ապրել ավելի։ Այսքանով հոգեթերապիան հրաշալի ճանապարհ է, այն որ ասում են հոգեթերապիան թույլերի համար է, կներեք, բայց դες չի։ Հոգեթերապիան ուժեղների համար է, որտեղ ստրես է ինքը։ Դու քո ցավոտ կետերին ես կապնում։ Նույնիսկ սպորտը թույլերի համար չի։ Որտեղ երբ որ դու գնում ես պարապացնում ես, դու քեզ կյանքի ստրեսների ես սովորացնում քո օրգանիզմը, բայց այդ այն ստրեսերն է, որը որ քեզ ուժեղացնում է, առողջություն։ Իրականում նորմալ է, ինչ որ իրավիճակներ ունեն, բայց այդ ամեն ինչի վրա մենք իշխանություն ենք, ելի եմ ասում, եթե էնդոգեն խնդիրներ չեն։ Իսկ այստեղ ձեզ օգնել է հոգեթերապիան, հոգևոր պրակտիկաները, փիլիսոփայությունները։ Բայց 100% անուս պատասխաններ չկան։ Ամեն մարդ իր ուղին է գտնելու։ Եթե մի պատասխան լիներ, մի հոգեթերապևտիկ ուղղություն կլներ, մի փիլիսոփայություն կլներ, մի կրոն կլներ։ Բայց ոնց տեսնում ենք հասարակա, բայց մեկ հատ մարդը տարապում է։ Աշխատում է, բայց ոչ ամբողջությամբ էլի, մարդը մեկ հատ տարապում է, մարդու մի կյանքի մի մասն է տարապանք կոչվածը։ Բայց էլի եմ ասում, մի փակվեք ձեր մեջ, այս խորհուրդ ուղղակի։ Երբ որ խոսում ես ցավից է դուրս եք գրում, դա ինքը հաղթահարելի ավելի դառնում։ Այսինքն այդ շրջապատ ստեղծել այդ ամենակարևոր բաներից մեկն է։ Ռոք թոքը կլինի, թե ինչ կլինի։ Նույնիսկ աղանդի մեջ մարդիկ խեն գնում։ Դա էլ է բուժում իրանց։ Ծայրահեղական, որովհետև ռոք թոքը դա հրաշալի է։ Ամեն։ Իրականում մեր ընդունման մեջ մի առակ եմ ուզում ձեզ պատմեմ։ Այս առակը հետևյալն է, թագավորը մի ընկեր անենով, ով ամեն ինչին ասում էր լավ է։ Մի անգամ թագավորի հրացանը ինքն է դիսկավորած լինում, այս թագավորը կրակնում է, կպնում է մատը թռցնում է, այս թագավորը խառնում էր էսի ջեղավ, ընկեր ասում է լավ է, չէ լավ չի, ու գցեք սրան բանտ, այս մարդուն նետում են բանտ, 4 տարի բանտում ամնում այդպես, այս թագավորը արշավանք է կազմակերպում այդ ընթացքում այլ ցեղերի վրա, ու արշավանքի ընթացքում այնպես ալնում այդ ցեղերը վայրի կրում են իրանց, ու մնացավ զորքին ուտում են, բայց երբ որ տեսնում են թագավորի բութը չկա, իրանք էլ հավատալիք ունեն, եթե մի արատ ունի մարդը կամ Աստծո կողմից անդրած կամ սատանայի կողմից անեցված է, չէին ուտում։ Այս թագավորին բաց են թողում, ասում են գնա, շարը քաշի գնա։ Այս թագավորը հետա գալի, հիշում որ ինքերս ասում էր լավ է, որ սես բաներ է։ Ասում այլի լավ է, գնում անկերոջը բանկից հանում, ասում ճիշտ է իրացում, ու ինչ վատ է, 4 տարի դու կորցրեցիր այստեղ, ասում չէ լավ է։ Ասում ինչն է դա, 4 տարի կյանքից գնաց։ Ասում եթե ես բանտում չնեի, քո հետ այնտեղ կլնեի ու ինձ կուտեի։ Նես որ լավ է, որ ես բանտում եմ։ Ինչ է այս առակը բարձ ասում, որտեղ մենք ամբողջական պատկերը երբեք չենք տեսնում մեր կյանքում եղած ինչ-որ բաների, իրավիճակների։ Դրա համար ինչ պետք է անել։ Այդ բանի ոչ թե տարապելի դերում մտնել, մենակ տարապել սրան մեջ, այլ դուրս գա, իմաստավորել ու տեսնել ինչ կարա սովորացնել ընդունմամբ։ Ստոիկներն ասում էին ամորֆացի, այսինքն սիր քո ճակատագիրը։ Որովհետև բաները մենք չենք կարող փոխել։ Եթե դու այս բանին կորցնես, դա չես կարող փոխել։ Մնում է մի բան ընդունել, սրա միջով անցնել։ Ճիշտ է, նորմալ է, որ այդ բանին չես ընդունում, բայց աշճանաբար այդ է ճանապարհը բուժման։ Էմոցիոնալ վիճակների նույնիսկ։ Այդ ինչ է ուզում ասել։ Այդ ընդունումը սահմանային ազդային խանգարում ունեցող մարդկանց է շատ օգնել։ Ռադիկալ ընդունում կոչվածը, որովհետև իրանց էմոցիոնալ վիճակները շատ են տատանվում։ Ու այստեղ մի բան կա, ընդունիր այդ վիճակը։
Ոչ թե քեզ մեղավոր զգա ու դեպրեսիվ ես, այս բանը մի հատ է քլնգի քեզ ներքին քննադատի ձեռնելով, այ օքեյ, ես կամ դեպրեսիվ եմ լինում, ես նորմալ է։ Այսինքն այդ ներքին քննադատին իր տեղը պետք է ցույց տա, որովհետև եթե այդ չանեք, ներքին քննադատը կարող է այն բանի վեր, որ դուք ինքնավնասման զբաղվեք, նույնիսկ երբեմն սուիցիդի է անում մարդուն։ Այդքան ինչ ունեք այս ամեն ինչի կապված։ Instagram-ում կարող եք մտնել, իրական ասած Մարը Instagram-ը չես դրել։ Բայ։ Իրականում կրոնի մեջ էլ էս կա, օրինակ հոբի գիրքը, որ տեսնում ենք Աստվածաշնչից ամբողջությամբ այդ տառապանքի ընդունման ճանապարհն է։ Այսինքն տառապանքի իմաստը, կյանքի իմաստը, ու ցանկացած ուսմունքի մեջ այդ ամեն ինչը կա։ Այդ է օգնելու մարդուն տառապանքի մեջ, որովհետև եթե մարդը չգիտի տառապանքի իմաստը որն է, հենա ինքնասկան կլինի։ Որ այս տառումով Նիչեն էր ասում, ինչքան շատ մտքեր ակալել։ Evil has a white and Ով գիտի համոն ինչու ապրել կտանի գրեթե ցանկացած ինչպես է։ Ու այս օգնում է իրապես։ Ինչ ասում եք։ That's not hard. Այդ հարասմաս ոնց որ կորուստ է եղել, պետք է ապրես անցնես, Այդքան ես չի մեծ է։ հա, բայց այդ անցնելու մեջ ինչ որ մինիմալ բան է, որ այդքանի շուտ ացար մի բան դիտո է, որտեղ Ուրեմն չէի սիրում այդ կորուսյանը։ Օրինակ մեկ մեղադրանքներ ասում, չէ, ասենք հարաբերությունների մեջ է բաժանվում ես, հետո ասենք մի ամիս հետո ուրիշ հարաբերություններ ես սկսում, ու դες մարդիկ ասում են դե ուրեմն ոնց որ չէր սիրում են մեկին։ Մարդը չէ։ Կարա լինի, կարա չէ, օրինակ եթե մեկը հարաբերությունների մեջ է մի ամիս հետո էլի ուրիշի հետ, ինքը կարող է հարաբերությունից հարաբերությունն փոխանալ, որ չզգա ինչ որ բաներ։ Այսինքն լրացնում է դրա մեջ ինչ որ բացեր, հա։ Այդ իր պաշտպանական մեխանիզմն է։ Եթե իրան հենց օքեյ է, ռադիբոկ։ Իսկ կարող է որ նորմալ է։ Իր համար նորմալ է դա այս բայ։ Բացարձակ նորմալ գույություն չէ։ Եթե քո համար այդ նորմալ է, քո կյանքի որակը չի գցում, քիչ է։ Ես միշտ դրան եմ, դնես 100% առողջություն երբեք չկա։ Ինչքանով դա ազդում քո կյանքի որակի դա է ամենակարևոր բանը։ Օրինակ եթե դու կոբրայից ֆոբիա ունես, բայց չես գնալու աֆրիկական ինչ-որ ինչ ախան գանում Իրոք, խորանաս միշտ խնդիր կա ինչ-որ Բայց եթե օրինակ ինքնաթիռով թռնելու վախում ես, բայց այդ կյանքի որակությունը հաստատ արժե գործ ունենալ ու լուծել է խնդիրը։ Ով էր արստալից։ Չի ուզում։ Վերսիթոքի համար հետաքրքիր ու երկու հարց տարապանքի հետ կապված օրինակ չգիտեմ կարող է տարօրինակ բան եմ ասում իմ համար տարապելը սիրուն բան է այն առումով որ էմոցիա է դրա մեջ է գեղեցկություն կա ու այդ որ ասում էի պատերազմում ինչ որ մեկը մահանում է օրինակ ես դրանով ինձ մարդ եմ զգում ես ապրումակցում եմ ոչ թե տարապում եմ այդ հարցս դրա հետ կապված այդ Հա, նույնն են, ըստ քեզ թե։ Չէ, իրանք տարբեր բաներ են իրականում։ Ես օրինակ չեմ համարում, որ ես տարապում եմ այդ ժամանակ, կամ եթե տարապում եմ, ես զգում եմ, որ լավ բան եմ անում, ինձ մարդ եմ էլի զգում, որ կարողա է։ Ապրումակցելը շատ մարդկային է, որովհետև մտածում ես, այս մարդուն հիմա ոնց է ցավում, որ կորուստի, ես եմ կորուստում։ Չէ։ Եթե չես նույնական անում։ Իրա ցավը տանեն, ես էլ սաղ զգում եմ, դա նույնական անելն է, առանձին խնդիր է, բայց էմպաթիա ունենալը առանձին է, որ հրաշալի է։ Ու այդ է մարդուն զարգացրել, որտեղ մարդը ցեղով է եղել, ու այդ է իրար օգնելով է զարգացել, որտեղ բնության մեջ մարդը ամենաանպաշտպան անասունն է։ Եթե շատ խորանանք, ոչ ունենք ինչ-որ ժանիկներ, բաներ կա ինչ-որ պաշտպանող։ Հա, երկրորդ հարցը, հա, կներես, այդ թերապիայի հետ կապված, օրինակ ես մի անգամ անցել եմ ու զգացել եմ իմ համար շատ ուժեղ ստրես է, բայց ես ուզում եմ ինքս ինձ ճանաչել, բայց արժի բոլորին չի ցուցված չէ, հիմա ոնց մարդը ուրիշ ինչ տարբերակներ կան քեզ եթե, հա, եթե շատ ուժեղ ստրես է ստանում դրանից հետո։ Թերապիայից հետո ստրես տան։ Տարբեր պատճառներով կա, կարող օրինակ դիմադրությունը դա։ Ես ուզում եմ, զգում եմ, որ ես չեմ ուզում այդքան շատ խորանալ, բայց ինչ անես, չխորանաս։ Ամեն ինչ այնքան պարզ է, չես ուզում։ Կարիք չկա։ Կարիք միշտ է կա ինչ-որ չափով։